նոր միջոցառումներ է ձեռնարկում։ Մենք անընդհատ ենք միջոցառումներ ձեռնարկում, Յունիբանկի кейսով եւ մյուս кейսերով անընդհատ նայում ենք։ Խարժակյանի գրառումը ես տեսել եմ, ինչ մասն է, մեր վերահսկողական թիմը աշխատում է Յունիբանկի հետ այս պայդրությամբ։ Հասկանում եք, մենք ունենք 7 տրիլիոնին հասնող համարյա վարկային պորտֆել։ 7 տրիլիոն։ Ու մենք խոսում ենք, հասկանում եմ, որ ամեն մի դեպք յուրահատուկ, բացառիկ, բարդ, ամեն մի ընտանիքի համար կարևոր բան, բայց 7 տրիլիոնի մեջ մենք ունենք ինչ-որ դեպքեր, որոնց մասին տենց խոսում ենք, այս մի դեպքը, հետո այս մի դեպքը, հետո այս երկու դեպքը։ Բնականաբար չի կարա տենց դեպք չլինի, չկա երկիր, որտեղ որ ֆինանսական համակարգում, որը ունի բազմաթիվ ռիսկեր, չէ՞, համակարգի ներթափանցման եւ այլն, որը մենք փորձում ենք կառավարենք։ Բացառվում է տես երկիր լինի, որտեղ այդ տիպի դեպքեր չլինեն։ Մեր նպատակը այն է, որ այդ դեպքերի քանակը հասցնենք նախ մինիմալի, երկրորդը փորձենք ինստիտուցիոնալ լուծումներ տանք։ Այսինքն բանկերում, եթե մեկում տեսնում ենք, որ այդ դեպքը եղել է, ու այդ բանկը կարողացել է այդ լուծումը գտնի ու կանխարգելի կամ հետո արձագանքելով լուծի այդ խնդիրը, մյուսներին էլ նաև հասանելի լինի այդ լուծումները, որ պայքարեն, որտեղ այսօր ինձ օրինակ ցույց տվեցին մի հատ թուղթ, որտեղ կեղծել էին իմ տեղակալի ստորագրությունը ռուսերենով, ինքը իհարկե տենց ստորագրություն չունի, բայց անազգանուն էին գրել ռուսերենով ու ինչ որ ռուսական ստորագրություն էին դրել ու դրել էին ինչ որ սոցիալական ապահովության ինչ որ հիմնադրամի կնիկ։ Այսինքն շնորհակալ եմ այս հարցը բարձրացնելու համար, իրոք, որովհետև մեր համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները ամեն անգամ այդ հիգիենայի պայմանները պահեն։ Զանգ է գալիս, եղեք կասկածամիտ այդ հարցով, մի վստահեք, անջատեք, հետ զանգեք եւ այլն եւ այլն, այսինքն ինչ որ բաներ արեք, որպեսզի համոզված լինեք 100%, որ դիմացինը կամ ում է դուք խոսում եք, այդ այն մարդն է, ում է դուք ուզում եք խոսել։ Ինչ որ թուղթեր, որի վրա գրել էին ու ներկայացել էին որպես կենտրոնական բանկի աշխատող, ինչ որ զեղծարարություն անելու համար էլ։ Հանրային Ենթադրում եմ Հայաստանում է սարքվել։ Ենթադրում եմ, չեմ կարող հաստատել։ Կներեք, այդ դեպքում մի դեպք էլ ես նկարագրեմ, առևտրային բնակչի բջջային հեռախոս են գողացել եւ հավելվածներով ձևակերպել վարկ եւ կա քննիչի արձանագրությունը, որ դա գողացված հեռախոսով է արվել, բայց բանկերը չեն ընդունում այդ փաստաթուղթը, պահանջում են դատարանի որոշում, իսկ մենք գիտենք դատարանի ինչ ժամկետում է որոշում կայացում։ Այդ դեպքում ինչպես պետք է վարվի քաղաքացին։ Մենք նախորդ ալիքի ժամանակ, որը ես կարծում եմ մենք հաջողությամբ փորձեցինք մարել, որտեղ հիշում եք ինչ որ մի պահ բավականին հետաքրքիր լուծումներ գտանք, բայց այդ մարդիկ էլ չեն կանգնելու իրենց տեղում, չէ՞, այդ մարդիկ անընդհատ փորձելու են ավելի նորարար միջոցներով ինչ որ բաներ անել, ֆիզիկական հեռախոս են գողանում եւ այլն, այսինքն հարցը այն է, որ մենք այն ինչ որ տեղի ունեցել կամ տեղի սրանից X ժամանակ առաջ ֆիզիկական տիրույթում, օրինակ դուք ձեր տունը եկել են մտել են, կողպեկը ֆիզիկապես կոտրել են, մտել են ձեր տուն, թալանել են։ Ու երկրորդը մտնում են ձեր վիրտուալ տարածք, որը էլի իր մեջ բավականին մեծ ռիսկեր է պարունակում, որովհետև ձեր կյանքը հիմա ձեր վիրտուալ տարածքում է նաև, չէ՞։ Դրա համար այդ հիգիենայի պայմանները կարևոր են։ Բանկերի տեսանկյունից ես համոզված եմ, որ այդ անհատական кейսերում լուծումները կգտնվեն ու կգնանք առաջ։ Մեր խնդիրը այն է, որ նաև համակարգային կարողանանք այդ լուծել։ Որտեղ անհատական кейսերում մենք այդ դեպքերը մեծամասնությամբ լուծեցինք, անցանք, բանկերը ինչ որ զիջումներ արեցին, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, էլի կարվի։ Բայց գաղափարը այն է, որ չհաստենք մի կետի, որտեղ այն բանում լինենք, ճամփաբաժանի վրա լինենք, որ մասշտաբը կամ մեծությունը կամ խնդրեմը այնքան խորը լինի, որ բանկերն չկարողանան այդ հարցը լուծել։ Որտեղ բանկերն մասնավոր բիզնես են, չէ՞։ Սպուտնիկ, կներեք Սպուտնիկ։ Շնորհակալություն։ Պարոն Գալստյան, ինչի վրա է հիմնված այն ենթադրությունը, որ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկ կա, այդքան կտրուկ չի կարող է չիջնել, որքան որ նախկինում ենթադրվում էր։ Եվ ԱՄՆ-ի հետ կապված փաստորեն այդ դրամապատկային թույլատման միջոցները, որոնք արձանագրվել են վերջին մի քանի օրերին, դրանք եթե ճիշտ եմ հասկանում, որ կարճաժամկետ հորիզոնին են ավելի վերաբերում, քան երկարաժամկետին, այսինքն այդ դեկտեմբերի 1-ից այդ quantitative easing-ի սկիզբը հա եւ այդ տոկոսադրույքի կարճաժամկետ իջեցումը։ Եթե սկսեմ վերջին հարցից, էլի, եթե ես չեմ սխալվում, իրանք բալանսը մաքրում են, այսինքն իրանք էլ բանից դուրս են գալիս, ծրագրից դուրս են գալիս դեկտեմբերով։
Ինչ վերաբերում է տոկոսադրույքին, իրանք տոկոսադրույքը 0.25-ով իջացրեցին, բայց Powell-ը նաև միաժամանակ նշեց, որ սա չի երաշխավորում, որ նույն քայլը լինելու է դեկտեմբերին։ Այդ կարևոր նյուանս է, որին պետք է ուշադիր լինենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների խնդիրը մի քիչ ավելի երկարաժամկետ է, որտեղ եթե դուք նայում եք իրանց պարտքի մակարդակին, եթե դուք նայում եք իրանց բյուջեի դեֆիցիտին, այսինքն այդտեղ ակնհայտ կա ֆիսկալ անկայունության հնարավոր ռիսկեր։ Ու եթե հանկարծ այդ ռիսկերը ինչ որ մի պահի շուկայի կողմից գնահատվեն բարձր, այդ դեպքում մենք ունենալու ենք Ամերիկայում տոկոսադրույքների վերևի ուղղությամբ շարժ, որը աշխարհի բոլոր երկրների վրա գրեթե ազդելու է, որովհետև այդ տոկոսադրույքը, որ իրանք սահմանում են, risk-free բոլորի համար կարևոր է։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ Ամերիկայի խնդիրները ոնց ասացի արդեն ավելի երկարաժամկետ տիրույթի հարցեր են ու մենք ավելի շատ դրանով ենք մտահոգված, քան այն ինչ որ տեղի կունենա։ Այդ նաև շուկայում դուք կարող եք տեսնել։ Չնայած տոկոսադրույքները վերջի երկու հանդիպման ընթացքում նվազեցվել են, բայց դուք 10 տարանոց բանի treasury եկամտաբերությունը նայեք։ Այսինքն այդ տոկոսադրույքն է, որը իր մեջ ներառում է ավելի երկարաժամկետ տեսլական տոկոսադրույքների ապագա շարժի վերաբերյալ։ Ու այդ տեսանկյունից մենք հենց այսօր նայում ենք, տոկոսադրույքները գրեթե չեն փոխվել 10 տարանոց բոնդերի Ամերիկայում։ Ու այդ նաև ազդակ է, էլի, քաղաքականություն իրականացնողներին ինչքանով է ստացվում շուկայում ոնց որ բան անել, խարսխել գնաճային սպասումների էլեմենտը։ Առաջին հարցը անշարժ գույքի հետ կապված է։ Ինքը ոչ թե բան է, կանխատեսում է կամ կանխազգացում է, ինքը իրական փաստերի վրա հիմնված է։ Մենք նայում ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում գների անկումը